Ողջույն, այսօր ձեզ եմ ներկայացնելու օգտակար և հետաքրքիր մի տեսանյութ։ Երբևէ ձեզ հետաքրքրել են այնպիսի բաներ, որոնք հնարավոր է աղքատություն և դժբախտություն ձգեն դեպի ձեր տուն։ Այսպիսով ձեզ եմ ներկայացնելու 7 մեռած իրերի շարք, առաջին հերթին 4 ծաղիկներ, այն ամենը, ինչ հնացել է քայքայման էներգիան է։ Մաքրելով մեզ շրջապատող կենսատարածքը, մենք սկսում ենք ավելի լավ զգալ։ Դասավորելով դարակները, մենք դասավորում ենք նաև մեր մտքերը։ Ահա թե ինչից պետք է ազատվել առաջին հերթին, այդպես կարծում էին մեր նախնիները։ Կոտրված ապակի։ Դա կարող է լինել ճաքած պատուհան, կոտրված հայելի կամ կոտրված բռնակով գավաթ։ Մի պահեք դրանք տանը, քանի որ կոտրված ապակին խորհրդանշում է անձք պաշտպանությունում։ Հին իրեր, օգտագործված հագուստներ, թերթեր կամ ամսագրեր, որոնք դուք այլևս չեք կարդում։ Այս ամենը պատկանում է անցյալին և աղբավայրին։ Եթե հանկարծ քեզ այդքան թանկ բլուզը այլևս ձեր հագով չէ և ձեռքդ չի գնում այն դեն նետել, ավելի լավ է այն նվիրես մեկ ուրիշին։ Մեռած իրեր։ Դրանցից առաջինը 4 ծաղիկներն են։ Նման կոմպոզիցիաները շատ են սիրում շատ տնային տնտեսուհիներ, բայց այն ամենը, ինչ հնացել է, թառամելու նեկրոտիկ էներգիան է։ Նույն ցանկը կարող է ներառել փափուկ խաղալիքներ, չորացրած թիթեռներ կամ բզեզներ, կենդանիների եղջյուրներ և թռչունների փետուրներ։ Իհարկե, կան նաև բացառություններ կանոններից դուրս։ Եթե ձեր սիրելի աղջկա հերբարիումը, երբ նա փոքր էր, ակնածանքով պահվի ձեր սեղանում, դրանից ոչ մի վնաս չի լինի։ Նույնը վերաբերում է փետուրներին կամ եղջյուրներին, որոնք զարդարում են սենյակները և որոնք վերցված չեն սպանված կենդանիներից։ Հանգստից բերված խեցիները պետք է որպես հուշանվեր պահեն միայն նրանք, ովքեր պարբերաբար խնամում են դրանք, իսկ մնացածը ավելի լավ է բաժանել կամ դեն նետել։ Իսկ չորացած տնային բույսերը անկասկած աղբավայրի առաջին հավակնորդներն են, քանի դեռ չեն ավելացրել էներգետիկ վամպիրների ցանկը։ Փոքր աղբ ձեր գրպանում կամ դրամապանակում։ Մեծը սկսվում է փոքրից։ Քիչ հավանական է, որ այդ բոլոր կոնֆետների փաթաթաններն ու տոմսերը երջանիկ լինեն։ Ժամացույցներ, որոնք կանգնած են։ Դադարեցված ժամանակը շատ վատ նշան է, կամ տարեք դրանք վերանորոգելու, կամ առանց վարանելու դեն նետեք։ Վերջին տարբերակով դուք կարող եք ծանր գետնի ժամացույցը վերածել կահույքի, օրինակ սեղանի, իսկ պատի ժամացույցները լուսանկարների շրջանակների կամ կախիչի։ Անզույգ իրեր։ Հատուկ ուշադրության է արժանի դահուկը, որը կանգնած է պատշգամբում, մեկ հատը, դահուկային ձողը, մեկ հատ, կամ կոշիկի դարակի հետևում դրված հողաթափերը, իհարկե էլի մեկը։ Նման կենցաղային իրերն այլևս օգտակար չեն լինի և միայն կխանգարեն նոր գնումների ձեռք բերելուն, արգելափակելով էներգիան։ Մաշված ավել։ Ավելի մասին արժե առանձին նշել։ Ավելը, շվաբրը պարզապես մաքրող գործիքներ չեն։ Ավելի հետ կապված են շատ նշաններ տան ոգիների հետ, որոնք ձեր տան օգնականներն են և նաև պատասխանատու են ի թիվս այլ բաների, նյութական բարեկեցության համար։ Հին ճաղատ ավելը հանգեցնում է ֆինանսների չորացման, հետևաբար ինչով որ մաքրություն ես անում, դա էլ պետք է կարգին վիճակում լինի։ Իդեպ դժբախտություն և անհաջողություն բերում են ոչ միայն ոչ երջանիկ իրերը, այլև երբեմն նույնիսկ թալիսմանները։ Դրանք կարող են անհաջողություն բերել, եթե դրանք սխալ օգտագործվեն։ Օրինակ, ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է կարելի պայտը կախել հաջողության համար։ Ճիշտ պատասխանն այն է, որ այն ձևավորի գավաթի ձև։ Հակառակ դեպքում ձեր բաժակը շրջված կլինի հակառակ և ոչ մի երջանկություն չի մնա դրա մեջ։ Իսկ հաջողության համար նախատեսված դեկորատիվ ավելները սովորաբար ամրացնում են ավելով դեպի ներքև, որպեսզի տան ոգուն այն դուր գա։ Սրանք իհարկե ժողովրդական հավատամքներ են, մենք ընդամենը ներկայացնում ենք դրանք, իսկ հավատալ թե ոչ, համարել այն ճշմարիտ կամ զուտ սնահավատություն, որոշում եք ինքներդ։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դու մի մոռացիր բաժանորդագրվելու մասին, քանի որ ներկայացնում եմ բազմաթիվ հետաքրքիր տեսանյութեր ամբողջ աշխարհից։ Մինչ նոր հանդիպում։